Տարածքային հարցերի լուծման դեպքում կա երկու ընդունված մոտեցում գործող։ Մեկը իրավականն է, որի մասին քիչ առաջ խոսվեց, մյուսը քաղաքական դիվանագիտական մոտեցումն է։ Հիմա մենք ընկել ենք հարցի կարգավորման, ինձ այդպես է թվում, տպավորությունս այդպեսին է, հարցի կարգավորման քաղաքական դիվանագիտական դաշտում ենք փորձում գործել, այն դեպքում, երբ Ադրբեջանը հենց իրավունքից է խոսում, ինչպես քիչ առաջ շատ ճիշտ ձևով ասվեց։ Հիմա դիվանագիտության մեջ երբ է կողմը, կոնֆլիկտի կողմը ասում ճշմարիտ բան, երբ է նա ասում դիվանագիտորեն հարմար բան, եթե նա խնդիրը գիտի ճշմարիտ ձևով, եթե նա խորապես թեմային չի տիրապետում, ճիշտ քայլ անել չի կարող։ Դու կարող ես ճշմարտությունը իմանալ, քո օգտին է, բայց դիվանագիտական այլ բաներ անել։ Բայց պարտադիր է ճշմարտության իմացումը։ Ճշմարտության չիմացման բիծ սխալ բաներ են անելու։ Հիմա ո՞րն է ճշմարտությունը այդ տարածքների դեպքում։ Պարոն Շահզադեյան ասեց, որ այսպես կոչված անկլավների, իրենք էքսկլավ են ասում, դրանց մասին իրավական հիմքեր չկան, օրինական հիմքեր չկան։ Բայց տեսեք, խնդիրը գնում է այդ ում տարածքն է, Ադրբեջանը ասում է ում տարածքն է, իմ տարածքն է, չէ, Ադրբեջանը ասած է դա է, իմ տարածքն է։ Այդ դեպքում հարց է ծագում, իրեն ամբողջական Ադրբեջանի որպես հանրապետության տարածքը որն է, որտեղ է դա ամրագրված, ինչ փաստաթուղթ կա այդ մասին, պարզվում է չկա։ Տեսեք, ինչպես է ձևավորում սահմանները, կամ պատերազմի արդյունքով պայմանագրերով, կամ հանրաքվեներով, ժողովուրդը հանրաքվե անում, եւ ասում այնտեղ որտեղ հանրաքվե եղել իմն է։ Բայց Ադրբեջանը այդպես չի վարվել։ Տեսեք, մենք ունեցել ենք սովետական միություն, փլուզվել է եւ եղել է օրենք 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքը, որ ասում էր, եթե միությունական հանրապետությունը դուրս է գալիս խորհրդային հանրապետությունից, խորհրդային միությունից, ապա նրա կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումները իրավունք ունեն անկախանալու։ Ադրբեջանը փորձել է խորամանկել։ Նա ասել է, ես դուրս չեմ գալիս։ Ես ուղղակի վերականգնում եմ, հռչակում եմ 1918-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը։ Դրանով մի տեսակ անտեսելով սովետական իրավական ժառանգությունը եւ սահմանադրական ակտում գրելով, որ խորհրդային Ադրբեջանը եղել է ապօրինի կառույց, բոլշևիկների ստեղծած ապօրինի, հարց է ծագում, ապօրինի կառույցը, ապօրինի կազմավորումը օրինական սահմաններ ունենում է, սովորական հարց, ապօրինի կազմավորումը օրինական սահման կարող ունենալ, բարձ է որ ոչ, բայց նա հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, համարել է այն ապօրինի եւ հիմա անդրադառնում է խորհրդային Ադրբեջանի այսպես կոչված քարտեզների։ Քիչ առաջ ասվեց, որ այդ քարտեզները չեն հիմքը։ Հիմքը, իրավական հիմքը, եթե Ադրբեջանը անընդհատ խոսում է իր իրավունքի մասին, ինչի է նա հիմա պահանջում դա, ասում է իրավունքով իմն է։ Հիմա ինչ հիմքի է, իր տարածքների մասին, ինչ դրույթ ունի նա հռչակած։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով, անկախության սահմանադրական ակտով գրել է այսպես, որ ադրբեջանական հանրապետության տարածքները պատմականորեն ձևավորված սահմաններում անբաժանելի են եւ անօտարելի, միջազգային իրավունքի տեսակետից անհեթեթ դրույթ։ Եվ երբ հայտնի է դարձել, որ դա անհեթեթ է, հրատարակած կա, ես ունեմ Բաքինսկի ռապորտին այդ բովանդակությամբ, նրանք համացանցից հանել են այդ բառերը։ Ստացվում է, որ ընդհանրապես, եթե հանել ես, տեսեք, ինչի են գրել, ախր դա մի քիչ երկար նյութ է, փոքրիկ ինչ երկար նյութ է։ Ուրեմն իրենք վերականգնել են 18-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը, որը իրեն հռչակել է արևելյան եւ հարավային անդրկովկասում, իրավաբանորեն անհեթեթ բան, նոնսենս։ Սրանք որոշել են դա չասել, ասել նոր բան, խելոք բան եւ գրել են պատմականորեն ձևավորված սահմաններում։ Պարզվել է, որ դա ավելի անհեթեթ է։ Եվ հիմա դրանից էլ են հրաժարվել եւ համացանցը որ բացեք այդ բառերը չկան։
բայց հրճակվածը դա է։ Իսկ եթե այդ բարերը չկան հարցեցակում, ո՞րն է, ընդհանրապես չկա, միջև օրս հրճակված սահման չունի։ Որպես գաղտնիք ասեմ ձեզ։ Ոչ մի հրճակված տարածք ու սահման Ադրբեջանը չունի, որովհետև ամեն անգամ նույնիսկ այն բանից հետո ուշադիր, այն բանից հետո երբ Եվրոպայի բանով նա Ալմատա է գնացել առանց հանրաքվեի, առանց սահմանների է գնացել։ Սպասեք։ Ալմատայի Ադրբեջանը հրճակված սահմաններ չի ունեցել։ Եվրոպան ասել այն մարդ մի հանրաքվե արա։ Հանրաքվեին արել եւ հանրաքվեում գրված է դուք համաձայն եք սահմանադրական ակտի այդ դրույթին, որը հիմարություն է եղել, որտեղ սահմաններ չկա։ Այդպես էլ միջև օրս նա հրճակված սահմաններ չունի։ Ես սովորաբար իմ ելույթներում առանձնացնում եմ երկու բան։ Առաջինը Ադրբեջանը միջև օրս հրճակված սահմաններ չունի եւ երկրորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հրճակվել է ոչ Սովետին, ոչ այսօրվա Ադրբեջանին պատկանող տարածքներում, որովհետև դեկտեմբերի 10-ին են հրճակել, դեկտեմբերի 8-ին արդեն Սովետը Բելովեժյան բացատում դադարել է գոյություն ունենալուց, իսկ Ադրբեջանը սահմաններ չի ունեցել ընդհանրապես, իրավունքներ չի ունեցել։ Մենք Արցախը անկախացել է ոչ Ադրբեջանին պատկանող տարածքում, ոչ սովետական միության պատկանող տարածքում։ Միջև օրս էլ դա այդպես է։ Եվ միջև օրս էլ Ադրբեջանը չունի հերճակած իրավաբանորեն հիմնավորված տարածքներ։